Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Վովայի հիմնադիր Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այս հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Խոսենք Իրան-Իսրայել պատերազմի մասին, ինչ զարգացումներ կարող է տեղի ունենալ։ Երեկ Թեհրանը հրթիռակոծվեց, իսկ այսօր արդեն Թել Ավիվն է հրթիռակոծվել, նաև Ասադ քաղաքում հրթիռակոծությունները տեղի ունեցել։ Պատերազմի ինչ զարգացումներ կարող է ունենալ, դուք ինչ կանխատեսումներ ունեք։ Նախ պիտի հասկանանք, որ լարվածություն չկա, որը լարվածության մասին չի խոսքը, օֆիցիալ հայտարարված է պատերազմ երկու կողմից էլ։ Պատերազմ, իհարկե Իսրայելը նմանատիպ հարվածներ հասցրել էր, ոչ այդպես ասենք արդյունավետ, դրանից մի քանի ամիս առաջ, բայց իրենք դրանք կրիզիս էր, այդ գործողությունները, այդ ռմբակոծությունները, լարվածություն ինչ որտեղ, իսա պալնամասշտաբներ, ոնց որ ասում են, լիակատար պատերազմ։ Ուր կարա հասնի, ասենք ցամաքային ֆազային։ Հիշենք, որ նմանատիպ փորձերը, իրադարձությունները, երբ որ դու ուսումնասիրում ես եւ համեմատական ես անում որոշակի հարցերում, ասենք ճշտումներ անելով, դու կարող ես նաեւ ինչ որտեղ կանխատեսումներ անես, ոչ թե որ կլինի հաստատ ինչ որ մի բան, այլ որ լինելու դեպքում սենց է լինելու։ Օրինակ հիշում ենք Հարասլավիայի քարեդար հասնելու ջանքերը, որ ՆԱՏՕ-ն էր գործադրում, ավիահարվածներ, բավականին երկար ժամանակ, հետո նոր KFOR ուժերը, ՆԱՏՕ-ի զինված միացյալ ուժերը մտան Ալբանիայի կողմից դեպի Կոսովո։ Հիշենք, Լիբիայի քարեդար մսնելը, նույնիսկ քարեդարել չի ավելի հին, Մեզազոյսկի ռաբրտեցին խեղճերին։ Էլի երկար ժամանակ ռմբակոծություն, իդեպ երկու դեպքում էլ շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ռմբակոծության արդյունքում սպառվեցին իրենց ռումբերը, հարվածող կողմերի, ինքնաթիռից բաց թողնվող հրթիռները եւ նետվող ռումբերը։ Եվ երկու դեպքում էլ Ամերիկայի պահեստների բացելու խնդրանքով դիմեցին Միացյալ Ամերիկայի Նահանգներին։ Բնականon ստացան դաշնակիցներ են, հետո վերջապես չի բացառվում, որ դա ասենց պրոքսի ամերիկյան ուժերն են կռվում։ Իսրայելը իր սեփական շահը մեկ-մեկ առաջ է տանում, այդ որ բանը մեկ-մեկ պոչտ է ղեկավարում մարմնին, չէ՞, այտենց ասացված կա, կարծեմ անգլերենում։ Իսրայելը մեկ-մեկ ստիպում է, որ մարմինը ինչ-որ շարժումներ անի, բայց իրական շահառուն, իրական դիվիդենդներ քաղողը, բերքահավաքողը այս ամեն ինչից Միացյալ Ամերիկայի Նահանգներն են։ Եվ բնականon պահեստները կբացեն, մատակարարումներ կլինի բավարար։ Իսկ այս պահին աշխարհով 3 խոշոր, շատ խոշոր էլի կարելի ասել, զենք զինամթերք ունեցող երկրներ կան, դա մեկը Միացյալ Ամերիկայի Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինական Ժողովրդական Հանրապետությունը։ Նույնիսկ Հյուսիսային Կորեայի պոտենցիալը այս 3-ի հետ համեմատել չի կարելի։ Կլինի օդային հարվածներ, օդային հարվածներից հետո եթե եղավ ցամաքային հարձակում, ինքը լինելու է մի քանի ամիս հետո։ Չի կարող անմիջապես լինի։ Այդ փորձը, այլ նայում ես, տենում ես մի քանի ամիս է տևած։ Եթե համեմատենք Բայց բնակչությունից զոհեր եւս կան, վիրավորներ։ Հա, դե եթե մենք հումանիտար ասպեկտին անդրադառնանք, մի քիչ երկար կխոսանք ստեղ։ Ոչ թե մարդու կյանքը չենք գնահատում, այլ քանի որ ես մի քիչ ռազմական ոլորտի հետ եմ շփվում, ճիշտ կլինի ռազմական ոլորտից խոսանք։ Եվ փորձենք հասկանանք ուր կտանի, թե չէ որ գլխավոր շտաբի պետն ազովել, այս մեկը, այդ սա արդեն մեր բնակչությունը գիտի, Telegram ալիքներով կարդացել է, մեկ-մեկ էլ նորություններով լսել է։ Փորձենք հասկանանք ուր կարա դա բերի։ Այո։ Իսկ բերելու է ցամաքային օպերացիայի մեծ հավանականա։ Ցամաքային օպերացիա անելու համար պիտի ցամաքային սահման ունենաս։ Ցամաքային սահման Իսրայելը ունի։ Ինքը ունի պրոքսի ուժեր, իր սեփական պրոքսին դա Բաքվի Հանրապետությունն է,
եւ գլխավոր շահառուն Ամերիկան ունի իր պրոքսին, իր կատարածուին, դա Թուրքիայի Հանրապետությունն է, Անկարայի թուրքերն են։ Եվ համատեղ ամերիկյան, իսրայելյան, ասենք, գործողությունները ցամաքային իրականացնել հնարավոր է։ Հնարավոր է թուրքական պետությունների կողմից ներթափանցելով։ Դա չի նշանակում, որ միայն թուրքերն են կռվելու, չի նշանակում, որ կռվելու են միայն, ասենք, հրեաները, հրեական բանակը կգա, ասենց իր մերկավատանկերով, կարող է շատ քիչ մարդիկ գան, հիմնականում, ոնց որ ասած, մարդկային մատերիալը օգտագործեն հենց թուրքական զինված ուժերին։ Եթե թուրքական Բայց իրենք կներքաշվեն այս գործընթացի մեջ։ Ախր թե իրենց չեն հարցնում կներքաշվեն, թե ոչ։ Հա, մենք իրենց լեգիտիմություն ենք տալի շատ հաճախ այն աստիճան, որին իրանք նույնիսկ չեն էլ հավակնում, որ մնաց տիրապետում են։ Բաքվի տիրապետը, ասենք, կամ տիրակալը ինքը հո լավ գիտի, ինքը ումն է պատկանում։ Ինքը լավ գիտի։ Եվ իզուր չէր, որ այդքան տեխնիկայով օկուպացված Արցախ տեղափոխվում, օդանավակայան կառուցվում։ Վերջապես հասկանանք այդ օդանավակայանը, որ կառուցվել է, քաղաքացիական օդանավակայան է, այդտեղ այդքան բնակչություն 88 թվին չի եղել, որ օդանավակայան սպասարկի իրան այդ աստիճանի բարդ թանկանոց ինֆրաստրուկտուրաներով։ Ուրեմն դա ուրիշ նշանակություն ունի։ Այո, ուրիշ նշանակություն։ Ես կարծում եմ, որ այն նախորդ հարվածների ժամանակ իսրայելական ավիացիան չունենալով ռեսուրս գնալ ռմբակոծել հետ գալ, վերադառնալ Իսրայել, ոչ թե հետ գալ, ինքը կռմբակոծի եւ կմտնի ուրեմն Բաքվի Հանրապետության տարածք եւ օկուպացված Արցախի տարածքում կառուցված օդանավականներում վայրեջ կատարի, կլիցքավորվի, հետո նորից այդտեղից կթռնի, կխփի ու կվերադառնա այս դեպքում արդեն Իսրայել, ես տենց էի կարծում, բայց քանի որ անպատժելիության մթնոլորտը, ասենք, շատ է զարգացած Մերձավոր Արևելքում, իրանք ոչնչացրեցին Սիրիայի հակաօդային ուժերը նախորդ հարձակումներից առաջ եւ Իրաքի հակաօդային ուժերը, լոկացիոն կայաններ, ռեփ կայաններ եւ այլն։ Երբ որ այդ շատ սահուն անցավ, դրանից հետո նոր Սիրիան իրանք գրավեցին։ Սիրիան գրավեցին այդ մարդակերների միջոցով, մարդակեր ասելով այդ Տախրիր Արշամի հետ են, որը Ջեբխետ ան-Նուսրան է, ուղղակի անունն է փոխել։ Իսկ Ջեբխետ ան-Նուսրային երևի մեր հայրենակիցները տեսած կլինեն իրանց դաժան սպանությունները, մարդու մարմնից միս կտրել, ուտելը, այդ իրանց հենց այնպես չեմ մարդակեր բնութագրում, իրանց հենց մարդակեր են, անգամ իշխանության գալուց հետո հիշենք Ալևիների գլխին ինչ արին, դրոզերի գլխին փորձեցին ինչ անել, ու եթե Իսրայելի, ասենք, պաշտպանությունը չլներ դրոզերի, որտեղ ինքն էլ Իսրայելն էլ կոնկրետ հողեր է ուզում Սիրիայից փոխի ու այդ հողերը բնակեցրած իր համար լոյալ բնակչությունով, դրոզերով։ Կարճ ասած, այդ մարդակերները նոր հակաօդային կայանները վերացնելուց հետո Իսրայելը, երբ որ վերացրեց Սիրիան, նոր կարողացան իշխանության գալ, կամ էլ դա եղավ տրիգեր, որ իրանք տեսան, որ Սիրիայի իշխանությունները գրեթե անպաշտպան են։ Գրեթե անպաշտպան են եւ իրենց արշավը սկսեց։ Հիմա նույն ձևով կռվում են Իրաքի եւ Սիրիայի կողմից ներթափանցելով, ասենք, Իրանի սահմաններին շատ մոտիկ տարածք, ոնց որ թե կան նաեւ ներս մտած ինքնաթիռներ, դե ինքնավստահություն ներշնչում են ժամանակակից ինքնաթիռները, որը չարկատակ է իրենց հետ խաղացել, որովհետեւ Իրանը հայտարարել է 3 խոցված ինքնաթիռի մասին։ Նկարը, որ տեղադրած էր, ինձ դուր չեկավ, ինձ թվում է դա սարքած ֆոտոշոպով բաներ, ինքնաթիռի հետևի մասներ նկարած, բայց դա ռոպագանդայի բան է, պայքար է այդում, կարելի է ներել մեր հարևաններին այտենց կոպիտ ֆոտոշոպի համար, կամ դա ինչ-որ մեկի նախաձեռնությունն է եղել մի անձի, այլ ոչ թե ռեալ ինչ-որ պոակ է արել, էլի, ասենք, դե իրանց մոտ պոակները
իրանց երկրի անվտանգությունն են սպասարկում։ Մի քիչ մեր պողակներից տարբերվում են, էլի մեր պողակները ավելի շատ ուրիշ հարցեր են լուծում։ Ներքաղաքական հարցեր են լուծում։ Ուրիշ հարցեր են լուծում ավելի շատ։ Հիմա եթե հարձակումները օդային գան այն ֆազայի հասնեն, որ Իսրայելը միանշանակ հաջողության, ասենք, հասնում եւ ոչ թե հաջողության փաստեր արձանագրում, միակ պրիմիտիվ մարդը, որ ես գիտեմ, ասենք, որ կարա հավատա, որ էդի բան կանի, գեներալներին մի քանի, թեկուս մի քանի, չէ, շատ գեներալների վերացնելը պաշտպանության համակարգը կոչնչացնի Իսրայելի իմ, ասենք, նախկին հարևանն է, որը Սպիրտնոյի հետ, ասենք, շատ մեծ սեր ունի, էլի, ոչ մեկ չի մտածում, որ բանը մեկ մարդու անգամ ղեկավարի վերացնելը կվերացնի նաև ստրուկտուրան, կվերացնի այն ինստիտուտները, որոնք իրանք ղեկավարում էին։ Հայաստանում դա հնարավոր է։ Իրանում, թե Իսրայելում։ Հայաստանում էր հնարավոր, ասենք, սպանելով նախկին ռազմական, ասենք, ղեկավարին, վարչապետ դարձած Վազգեն Սարգսյանին կոլապսի մեջ գցել պաշտպանության նախարարությունը մի քանի ամսով։ Հայաստանում հնարավոր էր, Իրանում ոչ, որտեղ Իրանում պետականամետ ուժերն են կառուցում պետություն, ոչ թե ինքնահաստատվող ուժերը, այս որ 30 տարի այդ ենք տեսնում։ Այսինքն այս ձևով հնարավոր չի թուլացնել Իրանին։ Թուլացնել այն աստիճանի, որ պետական մեքենան իր վարչություններով չաշխատի, դա անհնար է։ Իրանը կայացած պետություն է, պատմության մեջ, ասենք, ամենահին պետությունն է, որը առ այսօր պահպանվել է, Իրանից հին պետություն, որը առ այսօր պահպանվել է, երևի թե մի կերպ, ասենց, չէ, բայց քանի որ այնտեղ չեն եգիպտացիք չեն ղեկավարում, Եգիպտոս չի, որտեղ ինքը զավթված է արաբների կողմից։ Կարճ ասած Իրանն է մենակ, որ հին պատմություն ունեցող պետությունն է, ամենահին պատմություն ունեցող պետությունն է առ այսօր պահպանված եւ իր պետական ինստիտուտները չեն խալխալվի այս հարվածներից։ Իսկ որքան կարող է դիմակայել Իրանը։ Արդյոք ունի այդքան ռեսուրս, որովհետև Իսրայելը զինվում է ԱՄՆ-ից։ Շատ մեծ է, որպեսզի Իրան ուղղակի ռմբակոծելով ոչնչացնեն։ Դա բան չի, էլի, ասենք, Լիբիան չի, որը որ հսկայական անապատային տարածքներ ունի եւ բանը շատ խիտ ծովյափը բնակեցված բնակավայրեր, բնակչություն, էլի, ասենք, այդ բնակավայրերում մնացող Իրանը ամբողջությամբ բնակեցված է եւ այդ տարածքը ասենց հողի քարի հետ խառնել շատ բարդ հաճույք է, էլի, ասենք, նույնիսկ Միացյալ Ամերիկայի Նահանգները դա անելու լինեն, կսպառեն իրենց ամբողջ պոտենցիալը եւ կդառնան անպաշտպան իրանց ողերին բարեկամ Ռուսաստանի եւ Չինաստանի համար, ասենք, շատ համով թիքա թիրախ են դառնալու էլ։ Բայց Թրամփը շատ վստահ է, որ իրեն զենքերով հաղթելու են եւ ասում է, որ իմացեք, թե ինչ աջակցություն ունի Իսրայելը մեր կողմից։ Մենամարտում, ասենք, սուսերամարտիկները, որ իրար հետ կպնում են, իրանք իրար են խոցում, բայց այն մեկի հետևը կարող է 10 մարդալնի, ով կորում է այդ սուսերամարտիկի անուն, այն մեկի հետևը 100 հոգի։ Այդ կորացողներին էլ եթե չվերացնես, այդ 100 հոգուց մշտապես, ասենք, ուրիշ սուսերամարտիկ է գալու։ Պիտի այդ 100-ին վերացնես կամ հնազանդեցնես։ Այդ հնազանդացնել այդ 100 հոգու շատ թանկ հաճույք է։ Արդյոք արժե, ասենք, հետագայում Ռուսաստանը ստորացնելու կամ հաղթելու համար Իրանի վրա սպառել ամբողջ ռեսուրսները, որը ունի, ասենք, միավորված արևմուտքը, իրանց առաջատարն ու միավորված արևմուտքի եւ իրանց գեգեմոնն են հիմա պատերազմում Իրանի դեմ։ Կապ չունի Ամերիկան ինչ է հայտարարել, էլի։ Հիմա Թուրքիան էլ ինչ ասես կարող է հայտարարի, բայց թուրքական ինքնաթիռները հելնում հրթիռներ են խոցում, որ իրանց թշնամի Իսրայելի վրա հրթիռ չընկնի։ Հիշում եք, չէ՞, այդ իրանց կապիկ լամիշ լինելը 2010 թվականից առ այսօր մեկ-մեկ Իսրայելին, բանա Երուսաղեմ ձեռ չտաս, սենց չանես, բայց ամեն ինչն էլ ձեռ ատալի, ամեն ինչն էլ առաջայթում եւ թուրքական ոչ մի պրոյեկտ Իսրայելի հետ իրականացվող չեղյալ չարվեց։
Դա նշանակում է ինքը ուղղակի դերասանություն անում, որ մուսուլմանական աշխարհին հələ հույս ունի, էլի խաբելով ոնց որ ասած խալիֆայությունը, ղեկավարությունը մուսուլմանական ումմայի վրա, համայնքի վրա, ընդհանուր աշխարհի համայնքի վրա, մուսուլմանական ղեկավարության, ասենք, պարտականություններ ստանձնի։ Դրա համար այդ կապիկությունները անում է։ Բայց Իրանը չի հավատում այդ խորամանկություններին Թուրքիայի։ Մտածող մուսուլմանական երկրները, որ Իրանին չեն սիրում, իրանք էլ չեն հավատում։ Հակառակ դեպքում իրանք այս պահին իրենց ինքնաթիռները չէին մտցնի Իրաքի եւ Սիրիայի տարածք, օդային տարածք եւ խոցեին հրթիռները, որը գնում է Իրանից մի դեպի Իսրայել, թուրքական սահմանից օկուպացված արևմտյան Հայաստանի սահմաններից, ասենք 100 կիլոմետր կամ 150 կիլոմետր հարավով անցնում։ Իրանի ինչ էլի, ասենք Թուրքիային նկատում։ Բայց որ բարձրանում ու օգնում է, որ հրթիռների դեմ պայքարեն, արդեն պարզ է դառնում ում շունն է պայմանական ասած կամ իրական Էրդողանը։ Իսկ Իրանին կարող են իսկապես ստիպել, որ այդ պայմանագիրը կնքի, դուք կարծում եք, որովհետև հիմա ասել են, որ բանակցություններ Վաշինգտոնի հետ չի տարվելու այս ուղղությամբ, բայց ճնշումներ այնպիսին լինեն, որ իսկապես պայմանագիրը կնքվի։ Հնարավոր է կնքվի, բայց ոչ այսօր։ Ոչ այսօր, որովհետև դեմք չկորցնելը շատ կարևոր է մերձավոր արևելքում, երևի ամենուր եք երկրագնդի վրա, իսկ դեմք կորցնելը մեկից մեկ այլ է այս պահին։ Իրանը պետք է այնքան խփի, մինչև ասենք լուրջ հարված, եթե չէ երևացող, ասենք թիրախներ խոցի, որպեսզի ինչ որտեղ մտավոր, ոչ թե ֆինանսական կամ ռազմական պարիծետ առաջանա հավասարություն կորուստների առումով երկու երկրների մոտ նոր հնարավոր է նստի, ասենք, որտեվ Իրանին ծնկի կանգնացնելը, ոնց որ մի քիչ առաջ նշեցի, շատ բարդ խնդրեմ է, այլ շատ ու Իսրայելի հակով չի, Ամերիկայի հետ միասին, այո, հնարավոր է, որտեվ Ամերիկան այսօրով երկրագնդի, եթե ամենահարուստ չէ, ամենաշատ փող ունեցող, ստանոկը իրանց ձեռն է, եւ ամենամեծ աշխարհի զինված ուժերն ունի ինքը համապատասխան պահեստներով, զենքով, սպառազինությունով։ Բայց Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն արդեն ոչնչացրել է Իրանի բալիստիկ հրթիռների պաշարների զգալի մասը։ Իր հայտարարությանը եթե հավատանք, այսօր պետք է բրծնի։ Դա նշանակում է, եթե հրթիռները վաղը խփեն, ինքը բանա ռուսերեն մի հատ լավ բառ կա, ես մեկ-մեկին վրա եմ բանանում, ինքը ուրեմն неубиваемый оптимист է։ Ինքը լավատես է, Էլդոսուս էլի։ Կամ էլ խափում է։ Կամ էլ խափում է։ Լավ էլ գիտի, որ այդպես չի։ Իսկ ես համոզված եմ, որ այսօրվա հրթիռային հարձակումներով չի վերջանալու, որովհետև Իրանը իր տարածքի հարվածները թույլատրում է հենց իր հերթին Իսրայելի տարածքին խփելով, որովհետև օդանավակայաններ է խոցում, պահեստներ է խոցում, նույնիսկ չի որ Իսրայելը բոլ հետախուզական տվյալներ ունի Իրանի մասին, այն էլ ասենք տիեզերքից բանից օգտված, իսկ տիեզերքից բավականին հեռու գտնված արաբները պակաս տեղեկություններ են հայտնում, ասենք Իրանի հետախուզությանը։ Կարճ ասած, իրենք այդ առումով բավականին մոտ են իրար տվյալների, ասենք օպերատիվ տվյալների առումով։ Բայց բավականին փաստորեն ճշգրտորեն կարողացան այս սպանությունները կազմակերպել Իրանում ռազմաքաղաքական ղեկավարության։ Այո, իրանց գործողությունների բազմա կողմանի լինելը նենց չարեց, որ ես մի բանի վրա ուշադրություն չդարձնեմ։ Իրանք շատ ուկրաինական պաուտինային օպերացիայի, այդ պաուտինա օպերացիային շատ նման մի գործողություն արին։ Նաև բացի այն հրթիռներով, ռումբերով, եսի մինչերով, նաև եղել է անօդաչու թռչող սարքեր, կոնտեյներների մեջ վաղուց Իրանի տարածք մցրած եւ հավաքված պատրաստ սպասում էին հրամանի։ Կարճ ասած, չի բացառվում, որ երկու օպերացիայի կուրատորն էլ Ուկրաինայի եւ բանի Իրանի վրա հարձակվող ուժերի մի հատվածը գոնե այդ անօդաչու սարքերի միջոցով շատ ճշգրիտ FPV-ներով աշխատել էին։
որ կարող է նույն կուրատորը լինի այդ երկու գործողությունների, նույն մարդիկ ղեկավարեն, կամ հրաման տան, կամ ուղղորդեն, կամ օգնեն, որ կատարվի։ Շատ նման է։ Իսկ օդային տարածքը որքանով է Իրանի պաշտպանված, այնքան որքան Իսրայելին է, որովհետև ասում են, որ Իսրայելի պաշտպանվածությունը շատ ավելի մեծ է։ Մեր պաշտպանվածությունը Բաքվի թուրքերի հետ համեմատ ինչի համար ավելի լավն էր գոնե մինչև 20 թվական, որովհետև մենք մի քիչ ավելի փոքր տարածության մեջ էինք տեղադրում մեր պաշտպանական համակարգերը եւ ավելի խիտ էին իրանք։ Նույն ձևով Իրանի տարածքը մեծ է, Իսրայելինը փոքր։ Բացի դրանից Իսրայելը ունի ժամանակակից մոտեցումներ իր հակաօդային հակահրթիռային պաշտպանության հարցում, անունը երկաթի գմբեթ, այո, եթե թարգմանենք անունը, չնայած անունը սխալ է թարգմանելը, այդ երկաթի գմբեթը դա բազմաշերտ համակարգ է ընդհանուր կառավարման կենտրոնով, բազմաշերտ, պարզվեց լազերային հակաօդային համակարգն էլ ունեն, կարճ ասած իրենք շատ լավ են պաշտպանված օդից, որ իրանական հրթիռները կարողանում են խոցեն, որոշ թիրախներ դա խոսում են դրա մասին, որ Իրանը շատ մեծ պաշարներ է կուտակել, այնքան մեծ, որ նույնիսկ ասենք այդ երկաթի գմբեթը հախից չի կարող գա եւ չի կարողանում ամբողջը վերևը կանգնացնի նույնիսկ թուրքական եւ ամերիկյան եւ անգլիական ինքնաթիռների օգնությամբ չի կարողանում ու վերջ շատ ագալի կանխատեսումներ կան որ 14 օր է տևելու դուք ինչ եք կարծում 14 օր կանխատեսում չկա չէ շատ կոնկրետ մի հրյա բարձրաստիճան պաշտոնյա անունը չեն տվել ամերիկյան մի լրատվամիջոցին կարծեմ Fox News-ին ասել է Նախկին բարձրաստիճան կարծեմ պաշտոնյան։ Հա, կապեր ունեցում, որ 14 օր է լինելու, որովհետև չեն ուզում, ասենք, ցամաքային բան։ Իսկ հիշում եք, չէ, որ պատերազմի դա կարա լինի շղարշ ցամաքային, ասենք, հարձակման համար։ Հիշում եք, մեր աչքերին թոս փչեցին։ Ամերիկան ոչ մի դեպքում թույլ չի տա, որ եսիմինչ կատարվի ու 15 օրից հետո թուրքերը ներխուժեցին Արցախ եւ անսպասելի բերելով պաշտպանության բանակի ստորաբաժանումները 1.5 օրվա մեջ հաղթեցին պաշտպանության բանակին։ Չի բացառվում, որ էտա։ Հետո հիշենք, որ այս հարձակումից 1 օր առաջ իր բարձր պաշտոնը, ասենք, հաշվի չառնելով Տրամփն էր փորձում օգնել Իսրայելին, ասելով, որ ամեն ինչ լավ կլինի, թույլ չենք տա, որ պատերազմ լինի, 1 օր առաջ, 1.5 օր առաջ էլ։ Բանակցությունները շարունակվում են, ամեն ինչ լավ կլինի։ Դա կարա լինի ընդհանրապես շղարշ մոլորեսնող, որը որ ցամաքային, ասենք, գործողությունների ծածկելու բանա լինեն։ То есть ինքը այդ ձևով ասում է 14 օր, պարզա բոլորին, չէ, որ 14 օր նման բան չի կարա լինի, հենց արդեն 1.5 տարի է ավել փոքրիկ գազան չեն կարում եկալ են Երևանի չափ տարածքն ու մի քիչ կարող է մեծ բա Իրանի տարածքը ասենք 14 օր շատ քիչ կգա էլի Իսկ ինչու որոշեցին այս քայլին դիմել արդյոք պայմանավորված էր այդ բանակցություններով որ ուզում են ճնշեն թե ավելի հեռահար նպատակներ կան Չէ այդ բազմաշերտ օպերացիան որ իրանք մշակել էին Ասենք օթով հարվածը հրթիռներով, ասենք նախորոք տեղադրած պայթուցիկը, բանալ FPV-ները, որ կոնտեյներից թռել խոցել են, ասենք, այս 3-ը պլյուս լրտեսները, որ այնտեղ դիվերսիոն գործողություններ են անում։ Այս 4-ը պիտի ամեն մեկը իր հերթին հարմար պահ որսա, որ ինքը գործի։ Ամեն մեկը, այս 4-ից ամեն մեկը, այս ինչ մարդը պիտի ստեղ լինի, որ իրա վրա կրակեն ինքը մեռնի կամ գմփստեն մեռնի։ Այս ինչ մարդիկ ստեղ պիտի հավաքվեն կամ այս ինչ նյութը պիտի ստեղ բերեն, ասենք կոնտեյներով, որ պահեստավորեն եւ այլն։ Ու այս 4-ը իրար հետ մաքսիմալ մոտիկ sense ոնց որ ասած ֆազայի մեջ էին հայտնվել եւ հենց Նետանյախուն հայտարարեց, որ չուզեցանք հարմար պահը կորցնենք եւ ինքը հրաման տվեց հարձակման։
Շատ մոտիկ ստացվեց էլի, ասենք այդ համ այն մեկն էր հարմար, համ մյուսը։ Մենք օրինակ ամենակիչը արդեն տեղյակ ենք, որ որոշ մարդիկ սպանվել են ոչ օդային հարվածներից, օդաչու կամ անօդաչու, չէ, նաև եղել են, որ տեղադրած պայթուցիկով են, ասենք, սպանվել։ Չի բացառվում, որ նույնիսկ ռումբն է տածելն են։ Դա հետաքննությունը կպարզի։ Այդ սաղ իրար հետ այդ գլխավոր շտաբի, ասենք, վերխուժք են վերացնել, դա հենց հեշտ չէր, էլի։ Կարողացել են հավաքեն միտեղ, գիտնականները միտեղ էին գտնվում, ուղղակի շատ համանկավ իրար հետ եւ այդ հարմար պահը իրանք գիտակցելով, որ այ հիմա սկսում է 2-3 ժամից կվերջանա, Նետանյախուն ասաց սկսում ենք։ Բանը անօդաչու սարքերը ոնց որ թե էլի 1-1.5 տարի առաջ էին նախապատրաստել Իրանի տարածք տանելու, բան դրա համար եմ ասում շատ նման է, էլի, ասենք այս ուկրաինական բանը ու նաև ասենք տեղից բարձրադառնում թեխի ուկրաինական բավականին ասենք ոչ տենց պրոֆեսիոնալ նոր է դառնում պրոֆեսիոնալ այս պատերազմի ժամանակ ոչ պրոֆեսիոնալ դեռևս 3 չառաջ օրը հետախուզական վարչությունը կարողացավ այտենց հոյակապ հիանալի օպերացիա անցկացնի հոյակապ հիանալի ոչ թե ռեզուլտատներով վերջապես ասենք ես բավականին անտարբեր եմ որ Ռուսիա սպանում ու այն գրագետներն էլ թող ինձ չուղեն թող մի քիչ ավելի խորը պատմություն նայեն էլի մեկ-մեկ ինձ ուղում են Ուկրաինա, Եվրոպա, Ռուսաստան չի, բան անգրագետներ են, էլի, ինչ անես հիմա պատմության դասեր չեն սովորել։ Այդ հետախուզությունը շատ գրագետ աշխատեց ուկրաինական, իսկ այդտենց չէր, հնարավոր չէր։ 1.5 տարի առաջ սկսել են կամ մի տարի առաջ, ստեղ էլ մի տարի 1.5 տարի առաջ փաստորեն հрьяաները այնտեղ են օգնել իրանց պարտներներին որպեսզի այդ ամեն ինչը իրականացվի կամ ընդհանուր կուրատոր են ունեցել Թուրքիան օգնում է բանը Իրանի դեմ պատերազմին ցամաքային պատերազմ լինի թուրքական զորքերը ներխուժելու են Իրան երկու պետության ասենք թուրքերը բանը կարող է հիշեք տենց սերիալ կար գահերի խաղեր, հա, Իգրի պրեստոլով։ Անդե բանա, այն որ ասում է, բանա, որ հյուսիսից չարիքը գալիս է, բան, չէ, այդ այտենց նույն ձևով մեծ լայնածավալ պատերազմի հոտ է գալի, էլի սենց ոնց որ չարիքը կամ բարիքը ով ոնց ուզում է նայի ես շատ անտարբեր եմ իրանց նկատմամբ իմ համար կարևորը երկիր Հայաստանն է թե չէ երկուսն էլ իմ համար չարիք են թե Ամերիկա թե Ռուսաստան Այսինքն այդ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ընդհանրապես պատճառ էին եւ նպատակ ավելի մեծ էր լայնամասշտաբ պատերազմ սկսելու լայնամասշտաբ պատերազմ սկսելու նաեւ միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար նաեւ Իրանը մտցնելու ասենք իրանց ոնց որ ասած շարքերը նաև Ռուսաստանի դեմ հակադրելու, ասենք, դե բոլոր հիմա ով որ օգնում է Իրանին, բանը Իսրայելին Իրանի դեմ, բոլորը հակառուսական ուժեր են։ Ուղղակի ռուսը մի քիչ բանա հանճարոտ է, Կրեմլի ռուսը պայմանական մի մարդ չի, էլի, ընդ մի քիչ շատ մարդիկ են, չեն հասկանում, որ թուրքերը իրանց թշնամիներն են։ Բայց դե Աստված իրանց հետ հիմա արդուն, եթե ուզում է պատժի Աստվածը սկզբից ուղեղն է, ասենք, իրա թուլացնում։ Հիմա խնդիրը այն է, որ բանը սիլից մի բան էլի, ոնց որ ասած հավաքվում են, համաշխարհային պատերազմում չի լինելու նեյտրալ ուժեր, բոլորը լինելու են ինչ-որ կողմ։ Հիշենք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամենաչեզոք երկիրը Շվեյցարիան, որը նույնիսկ Հիտլերին չհանձնվեց, խոցեց գերմանական ինքնաթիռներ գրեթե անպատիժ, ինքը սպասարկում էր իր տնտեսությունը եւ իր կոմունիկացիան բանա նացիստական եւ ֆաշիստական, ասենք, պետությունների շահերը։ Ինքը նեյտրալ էր, բայց սպասարկում էր իրանց, որտեղ իր տարածքով էին գնում գալի, ասենք, ինքը որոշ հանածոներ էր տալի, ասենք, իր ծառերից, որ գտնում էր եւ իր բանկային համակարգը ծառայում էր, ասենք, նացիստական Գերմանիային եւ ֆաշիստական Իտալիային։
կարճ ասած նեյտրալիտետը թվացial է լինում համաշխարհային պատերազմի վաղ, իսկ պատերազմը քամին փչում է, այդ ոնց որ ասած։ Իսկ Ադրբեջանը որքանով կարող է այս իրավիճակից օգտվել, որ Իրանի գլուխը խառնի եւ Սյունիքի հատվածում հարձակման դիմել։ Իրատեսական է այս երկիրը, որը սխալմամբ ասենք ընդունված է Հայաստանում Ադրբեջան կոչել, որը որ օկուպացված հայկական հողերի վրա է, ասենք, բուն դրել, այդ պետությունը հնարավոր է օգտվի, հնարավոր է, բայց հնարավոր է կործանվի, որովհետև ինքը օգտագործվելու է որպես ցամաքային ներխուժման տարածք եւ ներխուժող զորքերի մի մասը լինելու են իրանք։ Եթե որոշվի, որ ցամաքային գործողություններ արվելու են։ Եթե սկսեն ցամաքային գործողություններ։ Եթե չսկսեն, բայց այս իրավիճակից օգտվի Ադրբեջանը։ Առանց սկսելու ինքը չի կարող օգտվել։ Այս իրավիճակից ինքը օգտվել չի կարող ինքը օգտվել այս իրավիճակով։ Թուրքիան եւս չի աջակցում։ Դե ոնց են օգտվելու իրանք, ասենք, Պարսկաստանը իրանց մի քիչ, ասենք, 2% մաքսային ինչ որ բաները քիչացնի, հա։ Ինքը ցամաքային պատերազմի ժամանակ կարող օգտվի, բայց եթե ինքը ցամաքային պատերազմին մասնակցի հեռվից, այ ոնց որ Միացյալ Ամերիկայի Նահանգները առաջի համաշխարհայինին 14 թվին սկսած, սաղ բեռը իրանց վրա քաշ տվեցին գերմանացիք, անգլիացիք, ֆրանսիացիք, ռուսները, արդեն պատերազմը բրծնում էր զորքերի, երկրների եւ ժողովուրդների հոգնածություններ, ինքը 17 թվին, ասենք, մտավ պատերազմի մեջ ու համեմատաբար չնչին զոհերով դարավ երկրագնդի երկրորդ պետությունը։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, ասենք, ինքը 41 թվականի վերջ, այլ ասել 42 թվականին 3 տարի տևացող պատերազմի մեջ նոր ներթափանցեց։ Բայց Ադրբեջանը կարող է հեռվից։ Չի կարող, ինքը չկա այդքան, ինքը այդքան չկա, իրանք ասեն, մտի ու ինքը մտնում է։ Հիմա դուք վտանգ չեք տեսնում այս բանը Հայաստանի հետ կապված։ Ինչ վտանգ եք տեսնում։ Ես չեմ տեսնում վտանգ, որ թուրքերը օգտվեն այս իրավիճակից պատերազմի այս գործողությունների սցենար գրողները այնքան էլ համոզված չեն, որ Հայաստանի ոչնչացումն են ուզում։ Այս տարածքի իրական գեգեմոնը օգտվելու է այն ոսկորից, որը հանդիսանում է Հայաստանը, թուրքական կոկորդի մեջ խրված։ Առաջ երբ որ սովետական միությունը ռեալ գեգեմոն էր այս տարածքում, ոչ թե Ռուսաստանի Դաշնությունը, որը ամեն տեղից իրան քշել են, էլի, ասենք, Հարավային Կովկասից, մնացել է այս մի ռազմաբազան։ Վրաստանից էլ է դուրս եկել սրանից 25 տարի առաջ, թե 27 տարի առաջ, 12 տարի առաջ, ասենք, Բաքվի Հանրապետության տարածքից է դուրս եկել, վաղ թե ուշ տեղից էլ է դուրս գալու, որտեղ ինքը հայտնվել է այն վիճակում, որ ոնց որ առաջի համաշխարհային պատերազմի վերջի փուլում սեպարատ պայմանագիր ստորագրեց կոլաբորացիոնիզմով տառապող Վլադիմիր Լենինը եւ հանձնեց, ասենք, թուրքերին եւ գերմանացիներին, ավստրիացիներին այն հողերը, որը որ, ասենք, ժամանակին ցարական բանակը գրավել էր։ Կարճ ասած, ռուսը ինչի։ Իսկ միանշանակ ստեղ գեգեմոնը որ լինի, ինքը օգտվելու է հայկական ոսկորից, որ երբ պետքա մի քիչ կքաշի, օդ կքաշեն թուրքերը։ Հենց չուզենա հետ քաշած վիճակից ոսկորը մի քիչ կբրդի, կփագի իրանց շնչուղին։ Հայաստանը պետք է լինելու այս տարածքի գեգեմոնին, որը միանշանակ իշխանություն ունի։ Դա լինի հզորացած Ռուսաստանի կայսրությունը, վերականգնված կամ սովետական միությունը, թե Ամերիկան, դա արդեն էական չի։ Էականն է, ճիշտն ասած, բայց հարցը թե ինչ սահմաններով կմնա Հայաստանը այդ դեպքում։ Հայաստանի սահմանները կարող է ավելի մեծանան, կարող ավելի փոքրանան, նայած, ասենք, այդ ոսկորը, որը որ այս տարածքի գեգեմոնը ունենալու է ձեռքի մեջ, ինքը ինչ չափսի է ուզում ունենա, մեծ, որպեսի հեռվից sense մատովանի, թե փոքր, որ գա sense շատ նուրբ առաջբրդի հետ տանի։ Կլապանի դեր ենք խաղալու, էլի, ժալյուզի, ասենք, կամ շլուզի են, որ բարձնում ես ջուրը գնում է, իջնում ես ջուրը փակում է եւ առվով էլ ջուր չի եթում, որ հողամասը։ Կարծում եք Թուրքիայի գերիշխանությունն է հաստատվելու այստեղ։
Ոչ մի ձևով, ես դա չասեցի։ Ես ասում եմ, որ թուրքերի միասնությունը փագող ժալուզի կամ շլուզի դեր է Հայաստանը խաղալու։ Ու եթե ստե միանշանակ տիրակալ լինի, ով ուզում է լինի, էլի ասենք, ինքը Հայաստանը օգտագործելու է այդ շլուզը իջեցնի կամ փագի մի քիչ, ամբողջությամբ փագի կամ լրիվ բացի, նայած ոնց իրան այդ պահին պետք է։ Թուրքական աշխարհը ոչ թե զսպելու համար, ինչ զսպելու մասին է խոսքը, կառավարելու, զսպում են անկառավարելիին, որին կառավարել չես կարող, մի կերպ զսպում ես, չէ, իրանք կառավարելի են, իրանք միանշանակ որոշ ուժերի, ասենք, ձեռք եղած պավադոքի այն մյուս ծերը կապած շներ են, թե փոքրիկ բանը, պիտբուլը, ասենք, բուլտերիերը, թե մեծ մեկը, իրանք երկուսն էլ շատ կոնկրետ կառավարման տակ են, շատ կոնկրետ, եւ դրա վառապացույց Իսրայելի հետ, այդ իմ ասած կապիկ լամիշ լինելն է 2010 թվականից առեսօր մշտապես, բայց ոչ մի ռեալ գործողության անգամ նշմար, ոչ մի, իսկ ռեալ գործողությունները մենակ ի օգուտ Իսրայելի եւ բացահայտ Իսրայելի դաշնակից, ասենք, Բաքվի Հանրապետության գործողությունները այն դեպքում, որ ամբողջ մուսուլմանական աշխարհը կֆրտում էր, Բաքվում լռում էր, սուսուփուս քաշվել էր անկյուն, ձեն չէր հանում։ Մենակ պատերազմը հենց սկսեց բանի, ծանր բեռնված ինքնաթիռները ուղարկեց Իսրայել, то есть զենքերի մի մասը ղրկեց, Տերը ասեց, ղրկի ինձ պետքա։ Սուսուփուս ուղարկեց։ Իսկ հայկական կողմը ինչ պետք է անի այս իրավիճակում։ Ցանկացած իրավիճակում հայկական կողմը պետք է մտածի իր անվտանգության մասին եւ ուժեղացնի իր անվտանգային համակարգը հնարավորին չափ նաեւ քաղաքացիականների պաշտպանության վրա, ոչ թե մտածի, այլ աշխատի։ Թաքստոցներ, պարապմունքներ, դասեր, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն։ Թաղապետարանները հիմա առավոտի ծիրիգում պետք է վազվզեն, առավոտի ծիրիգում պետք է տան պատվալները ստուգեն, պատուաններ բացեն, մեկին ասեն, արի ես բանկեքից տեղից հավաքի տար, քեզով է թույլ տվել, ես այդտեղ գալու են մարդիկ պահկվեն ու տենց գործողություններ մշտապես պիտի անեն։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ որքան էլ Իրանը այսպես ծանր վիճակում գտնվի կամ պատերազմական իրավիճակում գտնվի, Սյունիքի հատվածում այդ պաշտպանությունը կշարունակի իր համար կարևոր լինել։ Իր համար ցանկացած դեպքում այդ տրուպկեն, որով ինքը դեպի Եվրոպա ասենց փոքր շնչելու հնարավորություն ունի, պարտադիր ինքը պահելու է դա, բայց եթե կարողանա ցամաքային պատերազմը կարա շատ բան փոխի։ Ուղղակի թուրքը կօգտվի թե չէ, համոզված չեմ, որ կօգտվի, որովհետև շատ լուրջ դիմադրություն է լինելու այդ ցամաքային ուժերի դեմ, որոնք ներթափանցելու են իրանց դեմ։ Կարող է փոխադարձ մսաղացել լինի, բան չասեցի, բայց նույնիսկ եթե մսաղացել չլինի, ասենք, ներխուժող զորքերը կարողանան հաղթական մարտերով էթան, այդ փոքրիկ 10 միլիոնից քիչ բնակչություն ունեցող Բաքվի թուրքերի ռեժիմը հսկայական կորուստներով է դուրս գալու այդ իրավիճակից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի ՈՄԱ-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովի հետ։ Շարունակեք մեզ հետևել։